Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են հոգեշնոր Տեր Եղիա Աբեղա Խաչատրյանը եւ Արա Սարգսակ Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցը տոնական է, նվիրված Սուրբ Զատկին։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Քրիստոս հարյավի մեռելոց եւ իր հետ հարություն տվեց ամբողջ տիեզերքը, մարդկային բնությունը։ Քրիստոսի հարությունը տիեզերական մեծագույն մի տոն է բոլոր ժողովուրդների համար, անկախ նրանից ով ինչ չափով է դա գիտակցում, բայց այն տոն է այն պատճառով, որ իսկապես վերածնում եւ կարծես մահվանից հարություն է տալիս մարդկային բնությունը, նոր մի կյանք, նոր մի շունչ է հաղորդում մարդկությանը, մարդ արարածին, մեզանից յուրաքանչյուրին։ Այսօրվա զրույցի ընթացքում փորձենք հասկանալ թեկուզ դույզն ինչ, թեկուզ փոքր-ինչ չափով Քրիստոսի հարության էությունը եւ մեծությունն ու նշանակությունը մեր մարդկային կյանքում։ Իսկապես այսօր շատ մեծ եւ կարեւոր տոն է ոչ միայն հայոց եկեղեցում, այլև ընդհանրապես քրիստոնյա աշխարհում, թեև քրիստոնեական որոշ եկեղեցիներ Սուրբ Հարության տոնը նշում են հին տոմարով, այսինքն այս տարի բավական ուշ կլինի, այդպես է նաեւ Երուսաղեմում ապրող հայերի համար, իսկ մենք առաջնորդվելով նոր տոմարով նշում ենք այս տարի մարտի 31-ին այսօր, ինչպես նաև հռոմեական կաթոլիկ եկեղեցին է այսօրը նշում, եւ սա կարելի ասել բոլոր տոների գլուխն է եւ առանձնանում է տարվա բոլոր տոներից, թե իր մեծությամբ, թե իր կարևորությամբ, թե իր առանձնահատկությամբ, եւ քրիստոնեական հավատքի հիմքը արդեն իսկ հարությունն է եւ հարության նկատմամբ վստահությունը, եւ եթե Քրիստոս հարություն չի արել, ասում է Պողոս առաքյալ, ուրեմն իզուր է մեր հավատքը եւ ունայն է մեր քարոզչությունը։ Եվ կարծեմ, թե այսպիսի մեծ կարևորությունը Սուրբ Հարության տոնի, մեծագույն այս կարևորությունը պայմանավորված է այն իրողությամբ, որը ընկած է այս տոնի հիմքում, այսինքն Քրիստոսի հարությամբ, որը անկյունադարձային մի իրադարձություն է ամբողջ տիեզերական պատմության ընթացքում։ Բնականաբար, հենց հարություն ասելով մենք առաջին հերթին նկատի ունենք Քրիստոսի հրաշափառ հարությունը, որ Քրիստոս իր հարությամբ տիեզերական նորոգություն մտցրեց եւ ողջ ներդաշնակությունը դարձյալ կարգավորված վիճակի մեջ դրեց, եւ հայտնի է, որ մեղքի հետևանքով բնությունը եւ այն ամենը, ինչ որ ստեղծված էր, դարձավ աններդաշնակ եւ մարդը ինքը կորցրեց իր կապը, իր հարաբերությունը Արարչի հետ եւ վտարվեց դրախտից ու մի տեսակ կորցրեց իր աստվածանմանությունը, եւ Քրիստոսի հարությամբ է, որ ոչ միայն նորոգվեց բնությունը, ոչ միայն ամեն ինչ դարձյալ վերադարձավ իր ներդաշնակ վիճակին, այլև մարդը կարողացավ կապը վերանորոգել Արարչի եւ Աստծո հետ, որպեսզի վերստին ունենա այն աստվածանմանությունը, ինչպես որ ստեղծվել էր, որտեղ գիտենք մարդը ստեղծվեց Աստծո պատկերով եւ նմանությամբ, եւ այդ աստվածանմանությունը Քրիստոսով միայն մենք կարողացանք վերագտնել, եւ Քրիստոսի առաքելությունը թերի կմնար այս աշխարհի վրա, եթե չլիներ խաչելությունը եւ խաչելությանը, եթե չհետևեր հարությունը։ Հարությունը գագաթնակետն է ողջ փրկagorցական առաքելության, որ Քրիստոս իրականացրեց երկրի վրա։ Եվ հարությունը մի այնպիսի աշխարհացունց իրադարձություն էր, որ նույնիսկ անհավատների քար սրտերը շարժեց, նույնիսկ նրանց դարձի եւ դեպի Աստված ճանապարհի պատճառ հանդիսացավ, եւ ամբողջ մեր քրիստոնեական հավատքը խարսխված է հարության անառարկելի իրողության վրա։ Առանց հարության հավատքի չկա որևէ քրիստոնեական ուսմունք, եւ բնականաբար այս տոնը պիտի ունենա շատ կարեւոր եւ առանցքային նշանակություն քրիստոնյաներիս համար, եւ այդ պատճառով է, որ այս տոնը համարվում է բոլոր տոների գլուխը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան տոնը եւս շատ կարեւորություն ունի, բայց Սուրբ Հարությունը իր առանձնահատկությամբ տարբերվում է եւ ավելի փայլ է տալիս մի տեսակ մնացած բոլոր տոներին։
Եվ գիտենք արդեն ավետարանից, եթե նախապատմության անցնենք, որ երբ Քրիստոս խաչվեց Գողգոթայի բարձունքում եւ իր հոգին ավանդեց, ապա իր մարմինը պատանկվեց եւ դրվեց կույս գերեզմանի մեջ, որ վիմափոր գերեզման էր, մի քարանձավ, ինչու կույս, որովհետեւ նախապես այնտեղ որևէ ննջեցյալ չէր դրվել։ Ի տարբերություն շատ այլ գերեզմանների, որտեղ նախապես դրվում էին նաև այլ ննջեցյալներ։ Այս մեկը բոլորովին նոր էր, եւ այնտեղ, երբ մնաց Քրիստոսի մարմինը, եւ արդեն գիտեք, ինչպես ավետարանն է ասում, Կիրակի վաղ առավոտյան, երբ լուսանում էր միաշաբթին, որովհետև Կիրակի բառը ավելի ուշ կիրառություն ունեցավ, ավետարանը գործածում է միաշաբթի բառը, ի մեջ գիշերի հորում լուսանա իր միաշաբթին, յուղաբեր կանայք գնում են գերեզման, որպեսզի Տիրոջ մարմինը օծեն, ըստ հրեական սովորության, եւ այնտեղ հանդիպում են զարմանահրաշ մի իրադարձության, տեսնում են, որ գերեզմանը բացված է, այսինքն այն հսկա քարը, որով փակվել էր գերեզմանը, մի կողմ է գլորված, եւ իրենք այս դեպքից ապշահար ներս են մտնում եւ տեսնում են, որ Հիսուս այնտեղ չէ։ Պատանքը այնտեղ է, սակայն Քրիստոս բացակայում է այնտեղից եւ իրենց հայտնվում է Տիրոջ հրեշտակը, որ զարմացած հարցնում է. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, նա այստեղ չէ, այլ հարություն առավ»։ Եվ այս դեպքը ցնցում է նրանց, որովհետև ճիշտ է, լսել էին Քրիստոսից բազմաթիվ անգամներ, որ մարդու որդին պիտի չարչարվի, անարգվի, մեղավորների ձեռքով շատ տանջանքներ պիտի կրի եւ պիտի խաչվի, մահանա ու երրորդ օրը հարություն առնի, բայց մի տեսակ իրենց մեջ չէր տպավորվել այդ իրականությունը, եւ հիմա առաջին անգամ ականատես են լինում եւ բախվում են այդ իրականության հետ։ Եվ իդեպ գուցե առաջին անգամ իրենց կյանքում իրենց աչքերով տեսնում են լուսեղեն հրեշտակի, որ մինչ այդ չէին առնչվել այդպիսի արտառոց գերերկրային երևույթի։ Այո, եւ արդեն այդ դեպքն էլ իրենց զարմանքը մեծացնում է, եւ հատկապես այդպիսի լուսավոր երակի շուրթերից են լսում Քրիստոսի հարության մասին, եւ այն էլ այդպիսի անառարկելի տոնով, թե ինչու եք ողջին մեռյալների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն առավ։ Բնականաբար սա պարզ հայտնաբերում չէ, որ Քրիստոս այստեղ չէ, եւ պարզապես միայն իրենց աչքերով չէ, որ տեսնում են հարության այդ փաստը, որ Քրիստոսի մարմինը բացակայում է այնտեղից եւ միայն պատանքն է, այլև իրենք լսում են հրեշտակի ավետիսը, որ ասում է «Չէ աստ, այլ հարյավ»։ Այսինքն այս ավետիսը լսելը ավելի է հաստատում հարության իրականությունը։ Սակայն գիտեք, ավետարանը փաստում է նաեւ այդ մասին, որ հրեաները կաշառում են ոմանց, որ հայտարարեն, թե Քրիստոսի մարմինը եկան եւ առաքյալները գողացան։ Այսինքն հենց այն մարդկանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին հսկել պահակները գերեզմանի, որոնք զինվորականներ էին, հռոմեական բանակի զինվորներ։ Եվ ասում է այդ լուրը մինչև այսօր հրեաների մեջ տարածված է, որ Քրիստոսի առաքյալները, աշակերտները եկան եւ գողացան իրենց վարդապետի մարմինը, որովհետեւ իրենք չէին կարող այդ ճշմարտությունը իրենց մեջ կրել, որ իրենք Աստուծո որդուն խաչեցին, բայց Աստված այդպես չթողեց իր որդուն։ Եվ դա ոչ թե տկարության նշան էր։ Մեր եկեղեցու հայրերն ասում են, որ Քրիստոս խաչի վրա ցանկացած պահի կարող էր իջնել, եթե ուզենար, եւ Քրիստոսի մահը ակամա չէր, ինչպես բոլոր մահկանացուների պարագային է։ Քրիստոս կամավորապես կրեց չարչարանքները, մահը մեր իսկ փրկության համար։ Եվ հետևաբար սա ոչ թե տկարություն էր, այլ ընդհակառակը մեծագույն հաղթանակ էր մահվան նկատմամբ։ Եվ արդեն իսկ մենք ժամագրքում հանդիպում ենք այն խոսքերին, որ ասում է մահվամբ ըս մահ կողյաց եւ հարությամբ նյուրով մեզ ըսկյանս պարգևյաց։ Այսինքն իր մահով Քրիստոս մահը խորտակեց եւ իր հարությամբ մեզ նոր կյանք պարգևեց։ Մենք չէինք կարող ունենալ այդ նոր հավիտենական կյանքը, եթե Քրիստոս չխաչվեր, չմահանար եւ հարություն չառներ։ Միակ ճանապարհը այդպես բացվեց եւ չկա երկրորդ ճանապարհը։ Եվ այս իմաստով
Բնականաբար Քրիստոսի հարությունը ունի համամարտկային բացառիկ նշանակություն, փրկչական նշանակություն, որի նկատմամբ յուրաքանչյուր քրիստոնյայի հավատքը պետք է լինի աներկբա։ Մենք վայրկյան անգամ պիտի չկասկածենք ոչ միայն Քրիստոսի հարության իրողության համար, այլ ընդհանրապես մեռելների հարության, որովհետև ի վերջո Քրիստոսի հարությամբ նաև ամրապնդվեց մեր հավատքը, որ վերջին օրը մեռելները, ննջեցյալները ևս հարություն պիտի առնեն, նախ Քրիստոսով ննջածները եւ ապա մյուս ննջեցյալները։ Եվ արդեն նիկեական հանգանակի մեջ մենք դավանում ենք ի հարություն մեռելոց, ի դատաստանն հավիտենից հոգվոց եւ մարմնոց, եւ չի կարող այստեղ երկրորդ կարծիք լինել, որովհետեւ մեռելների հարությամբ նաեւ ամրապնդվում է հարության իրողությունը։ Այսօր ասացիք, որ Քրիստոսի հարությունը համամարտկային նշանակություն ունի, եւ սակայն այն տոն է քրիստոնեական աշխարհում, ոչ մահմեդական, ոչ բուդդիստական կամ ոչ հուդայական եւ այլ կրոնի հետևորդների շրջանակում, այդ ազգերի մեջ, այդ երկրներում կամ այդ շրջանակներում, այդ մարդկային խմբակցություններում, այլ հատկապես քրիստոնյա աշխարհում։ Այլևս որն է ուրեմն նրա համամարտկային նշանակությունը, իսկ ոչ քրիստոնյա մարդկանց շրջանում, միթե այն դարձյալ այդ նույն համամարտկային նշանակության ծիրից ներս նշանակություն ունի։ Ես ինչու ասացի համամարտկային, որովհետև Քրիստոս աշխարհ եկավ, իր արյունը թափեց խաչի վրա, կրեց այդ բոլոր անարգանքները, խաչի տառապանքը, մահը բոլոր մարդկության փրկության համար։ Նա խտրականություն չդրեց ազգերի միջև, խտրականություն չդրեց սեռերի միջև, եւ Սրբազան Պողոս առաքյալը արդեն այս մասին ասում է, որ չկա խտրություն փրկության հարցում, ոչ հրեաների, ոչ հեթանոսների, ոչ ազատների, ոչ ծառաների, ոչ արուների, ոչ էգերի, ոչ ծերերի, ոչ մանուկների, այլ դուք բոլորդ մեկ եք Քրիստոսով։ Այսինքն մենք Քրիստոսով միավորվում ենք եւ լինելով տարբեր անդամներ նույն մարմնին ենք ծառայում։ Սակայն բնականաբար բոլորը չէ որ ընդունեցին Քրիստոսին իբրև իրենց Տերը, Փրկիչը, իբրև իրենց միակ ազատարարը, եւ այստեղ չի նշանակում, որ Քրիստոսի համամարտկային այդ մեծությունը նվազում է։ Պարզապես այդ ժողովուրդները, օրինակ թվարկեցի հրեաներ, բուդդիստներ կամ մահմեդականներ, ովքեր որ չեն հավատում Քրիստոսի հարությանը կամ չեն ընդունում Քրիստոսին առհասարակ որպես Աստված, Աստծո որդի, դա արդեն իրենց մոլորությունն է ցույց տալիս եւ ոչ թե Քրիստոսի բերած համամարտկային արժեքի նվազումը, որովհետեւ ցանկացած պայ, եթե նրանք դարձի գան եւ ընդունեն Քրիստոսին, Քրիստոս պատրաստ է իրենց իր գիրկը առնելու։ Եվ այստեղ խոսքը վերաբերում է ավելի, որ Քրիստոսի հարությունը բոլոր մարդկանց փրկության պատճառ դարձավ, եթե մարդիկ այդ փրկությունը ընդունեն։ Սա արդեն մարդու ազատ կամքին է թողնված։ Ընդունում ես կամ ոչ։ Եթե չես ընդունում, Աստված չի բռնանում, բայց եթե դու Տիրոջն ես դառնում եւ ուզում ես Քրիստոսին քո կյանքի մեջ ունենալ, ապա Աստված միշտ պատրաստ է, ինչպես անարակ որդու առակի մեջ միշտ գրկաբաց ընդունում է ցանկացած մեղավորի դարձը եւ արդեն Քրիստոս ասում է ես չեկա առողջների համար, այլ եկա հիվանդների համար եւ ավելի Իսրայելի մոլորված ոչխարների համար։ Եվ իդեպ վերջին տասնամյակներին նկատում ենք այդպիսի բավական կտրուկ ընդարձակում քրիստոնեական հավատքի, օրինակ Չինաստանը, որ աշխարհի ամենաբազմամարդ երկիրն է, այնտեղ վերջին ժամանակաշրջանում արդեն տասնյակ միլիոնավոր մարդիկ դարձի են գալիս դեպի Քրիստոս։ Այսօրվա դրությամբ 80 միլիոնից ավել քրիստոնյա կա Չինաստանում, բուդդայական Չինաստանում։ Այո, մեծ մասամբ կաթոլիկ են, որովհետև այսօր կաթոլիկ եկեղեցին շատ մեծ առաքելություն ունի միսիոներական ուղղությամբ, այսինքն իրենք
այն երկրներում, որտեղ քրիստոնեությունը հաստատված չէ, դիցուք Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում կամ Վիետնամում, Թայլանդում, այդ երկրներում իրենք մեծ թվով քարոզիչներ, միսիոներներ են պատրաստում եւ ուղարկում են քրիստոնեությունը քարոզելու, տարածելու, մարդկանց մեջ քրիստոնեական հավատքը սերմանելու։ Եվ պիտի ասել, որ այո, օրեցօր թիվը աճում է շնորհիվ այդ քարոզչության։ Եվ միայն իրենք չէ, նաև մյուս եկեղեցիները եւս այդ քարոզչությունը իրականացնում են։ Ես գիտեմ, որ մինչև անգամ Աֆրիկայի հարավային շրջան են իջնում եւ այնտեղ թե ղպտիները ունեն քարոզչություն, թե հույները, այսինքն Աստուծո խոսքն է կատարվում, որ ասում է բոլոր ազգերի մեջ պիտի քարոզվի իմ անունը։ Սա արդեն մարդու ընտրությունն է։ Մենք պիտի քարոզենք, մենք պիտի սերմը ցանենք, ինչպես սերմնացանն էր անում, բայց դիմացինը ինչպես կընկալի, սա իր ընտրությունն է եւ ինքը պիտի պատասխան տա։ Այսինքն բռնությամբ երբեք չես կարող հավատք տարածել, բայց նաև Պողոս առաքյալն ասում է հավատքը լսվածից է, լսելը քարոզելուց է։ Եթե ես չքարոզեմ, դիմացինը չլսի եւ ինքը մնա անհավատության մեջ, ուրեմն այստեղ նաև ես մեղքի բաժին ունեմ, որովհետեւ իբրև հոգեվորական ես կոչված եմ Աստուծո խոսքը տարածելուն։ Եվ ես առաքյալների գործն եմ անում մի տեսակ, որ ասաց Քրիստոս գնացեք եւ աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Եվ Քրիստոսին աշակերտելը նախ եւ առաջ Քրիստոսին ճանաչեցնելով է տեղի ունենում։ Եթե մեկը չի ճանաչում Քրիստոսին, ինչպես կարող է նա աշակերտ լինել։ Իսկ ինչպես պետք է ճանաչի Քրիստոսին, եթե չի լսում Քրիստոսի մասին, եթե մեկը իրեն չի պատմում ով է Քրիստոս, ինչու եկավ աշխարհ, ինչու մահացավ, ինչու հարություն առավ։ Այսինքն այս ամենը նաև եկեղեցու բուն առաքելությունն է, որպեսզի մարդկանց անդադար քարոզի խաչված եւ հարություն առած Քրիստոսի մասին, ինչը արդեն Պողոս առաքյալը արեց եւ վկայեց, որ մենք քարոզում ենք խաչված եւ հարություն առած Հիսուսի մասին։ Ի տարբերություն չինացիների, որոնց մեծամասնությունը ներկայությամբ բուդդայական են, հայերը քրիստոնյա են իրենց մեծամասնության մեջ եւ դարեդար քրիստոնյա են եղել, այսպիսին է մեր ժողովրդի պատմական ընթացքը։ Սակայն արդյոք մեզանում պատշաճ մակարդակի վրա է Քրիստոսի հարության հանդեպ հավատքը։ Ես այստեղ ցավով եւ ափսոսանքով պետք է նշեմ, որ մեր ժողովուրդը, որ դարեր շարունակ աչքի բիբի պես փայփայել է իր հավատքը, իր եկեղեցին, իր սրբությունները, այսօր լավագույն կերպով չի գիտակցում դրանց արժեքը, դրանց մեծությունը, վեհությունը։ Եվ մի կողմից հասկանալի են նախապատճառները, որ հայ ժողովուրդը տեսավ ցեղասպանություն, հետո տեսավ խորհրդային անաստված ռեժիմ, հասարակարգ, երբ արգելված էր հավատքը, արգելված էր ընդհանրապես կրոնական ցանկացած իրողություն եւ կամաց մարդկանց մեջ ներարկեցին այդ անաստվածության դառը որոմը եւ մարդիկ մի տեսակ սառեցին եւ ավելի դարձան օտար իրենց իսկ արժեքների նկատմամբ։ Եվ սակայն թեև իներցիայով իրենց համարում էին որպես քրիստոնյա, իբրև քրիստոնյա ազգի հետնորդներ, սերունդ, սակայն ըստ էության բուն քրիստոնեության, այսինքն հարության հանդեպ հավատքի, Քրիստոսի հարության եւ մեռյալների հարության հանդեպ հավատքի առումով որոշակի նվազում նկատվեց մեր ազգի մեջ 20-րդ դարում, ես նկատի ունեմ։ Այո, այդ նվազումը եւ մինչեւ այսօր։ Այսօր էլ անշուշտ բոլորը չէ որ միասնական կերպով ընկալում են թե հարության խորհուրդը եւ թե ընդհանրապես հավատքը, բայց պետք է ասել, որ այս վերջին տարիներին կա զգալի փոփոխություն դեպի այո հավատքի արթնություն։ Այո։ Դա թե երիտասարդների մեջ է նկատելի, որ ավելի տեղեկացված են, տարբեր տեսակի հիմա եկեղեցասեր խմբեր կան, երիտասարդական շարժումներ, տիկնանց միություններ, նաև դպրոցներ հայ եկեղեցու պատմություն առարկայի մուտքը բավական դյուրացրեց
այդ իմաստով։ Եվ առհասարակ եկեղեցի հաճախողների տարիքը բավական երիտասարդացել է։ Երիտասարդացել է եւ միևնույն ժամանակ նաեւ երեխաները իրենք են հետաքրքրվում։ Հիմա գիտեք, համացանցի դար է եւ բոլորը իրենց տեղեկատվությունը համացանցից են որսում եւ ուրախալի է, որ համացանցում եւս մեծ տեղ կա հատկացված կրոնական բաժնին։ Լինի հայերենով կամ օտար լեզուներով եւ համացանցը նույնպես կարող է մարդկանց այդ գիտելիքի պակասը լրացնել, եթե նույնիսկ իրենք դպրոցում չեն անցել կամ իրենց որևէ մեկը չի սովորեցրել։ Հիմա Արարատյան հայրապետական թեմը այդպիսի կայքեջ է պատրաստել Քահանա.am եւ այնտեղ ցանկացած հարց կարող են տալ եւ մի քանի օր հետո իրենց հարցի պատասխանը տեսնել կայքեջում եւ հենց այս ռադիոկայանը ռադիովեմը արդեն իսկ այդ քրիստոնեության տարածման լուսավոր գործին է նպաստում մեր հաղորդաշարը կամ ընդհանրապես դրանք կլինեն թերթեր, ամսագրեր, գրքեր, վերջերս բավական գրքեր հրատարակվեցին։ Հիմա բավական ընդգրկուն է քարոզչական դաշտը, բայց եթե այս ամենը պիտի մնա զուտ տեղեկատվական ոլորտի վրա, մեզ համար իբրև քրիստոնյաներ գոհացուցիչ չէ, որովհետև մենք քրիստոնեությունը չենք սովորում, որպեսզի մեր գիտելիքները մի փոքր ավելի ընդլայնվեն եւ մենք ավելի լավ պատկերացնենք ինչ է քրիստոնեական հավատք իրենից ներկայացնում։ Մեզ դա անհրաժեշտ է մեր կյանքը աստվածահաճո դարձնելու համար, որովհետև մենք ստեղծված ենք Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Մենք չենք կարող Աստուծո կամքին հակառակվել, դա արդեն ըմբոստություն է, դա մեղք է, հակառակություն է եւ մարդու անկումը այստեղից սկսվեց եւ Քրիստոս եկավ, որպեսզի այդ ընկած, այդ վնասված բնությունը մարդկային նորոգվի եւ այդ նորոգությունը իր գագաթնակետին, իր պսակին հասավ միմիայն Քրիստոսի հաղթական հարությամբ եւ հարությամբ արդեն մահը ոչնչացավ եւ մահը այլևս իշխանություն չունեցավ մարդու վրա եւ դրա համար մենք երբ որ հանգուցյալ ենք ճանապարհում մենք անհույս կերպով նրան հողին չենք հանձնում, այլ մենք վստահ ենք, որ մահը պարզապես կամուրջի է վերածվել եւ այլևս չունի զորություն, այլևս չունի խայթոց, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ուր է մահ քո զորությունը, ուր է դժոխք քո խայթոցը, այլևս Քրիստոսով դրանք անզոր են դարձել, բայց մենք պետք է այդքանը գիտակցենք, մենք այդ հավատքը պետք է ունենանք, որպեսզի Աստված մեզ մեր հավատքի չափով վարձատրի, որովհետև հավատքը շատ կարևոր է։ Քրիստոս երբ բժշկություններ էր անում, նախ եւ առաջ հարցնում էր՝ դու հավատում ես, որ ես կարող եմ այս բանը անել, եւ երբ պատասխանը լինում էր այո Տեր, ասում է քո հավատքի չափով թող լինի քեզ։ Եվ ճիշտ է, Քրիստոս հարություն է առել, ճիշտ է, աստվածային ճշմարտությունները անվիճելի են, անառարկելի են, անկախ նրանից մենք կհավատանք կամ չենք հավատա, դրանից որևէ բան չի փոխվում, ոչ աստվածությունն է դրանից նվազում, ոչ Քրիստոսի հարության իրականությունն է դրանից տուժում, մեր հավատալով կամ չհավատալով։ Պարզապես մենք ենք տուժում, որովհետև եթե չենք հավատում, մենք կորցնում ենք շատ բան։ Իսկ եթե հավատում ենք, մենք վարձատրվում ենք Քրիստոսի խոսքի համաձայն, որ ասում է քո հավատքի համաձայն թող տրվի քեզ։ Եվ այս իմաստով մեր ժողովուրդը նաև կարիք ունի ոչ միայն տեղեկացված լինելու, դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ, նաև կարիք ունի կենդանի օրինակների, երբ որ ինքը իր առջև տեսնի քրիստոնյայի իր կենցաղով, իր մտածելակերպով, իր վարք ու բարքով, իր մոտեցումներով, մեկ խոսքով իր ամբողջ ապրելակերպով։ Եվ երբ որ քրիստոնյաների հետ շփվի, բնականաբար այդ ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի։ Իսկ քրիստոնյաների հետ անշուշտ մենք ավելի մեզ մեղավոր ենք զգում, որովհետև երբ դիմացինին տեսնում ես իր այդ զուսպ, համեստ կենցաղի մեջ եւ համեմատության մեջ ես դնում քոնը, ապա զգում ես տարբերությունը եւ փորձում ես նմանվել նրան։ Եվ պատահական չէ, որ եկեղեցին հորդորում է հաճախակի կարդալ սուրբերի վարքերը, որովհետև Սուրբ Գիրքն ասում է սուրբի հետ սուրբ կլինես, մաքուրի հետ մաքուր կլինես։ Եվ հարության այս տոնը մեզ եւս մեկ անգամ կոչ է անում, որպեսզի մենք ապրենք
նախ եւ առաջ մեղքերից հարություն առնելով։ Մեզ հիշեցնում է, որ մենք մի ժամանակ մեռած էինք մեղքերի մեջ, այժմ Քրիստոսով հարություն առանք մեղքից։ Եվ մեղքից հարություն առնելը քրիստոնյայի համար ամենակարևոր պայմաններից է իր աստվածահաճո ընթացքին։ Քրիստոս հարյավի մեռելոց, մահվան բզմահ կողյաց եւ հարությամբ յուրով մեզս կյանս պարգևյաց։ Նմա փառք հավիտյանս, ամեն։ Ամեն։ Սիրելիներ, այսօրվա տոնական հաղորդումը իր ավարտին մոտեցավ եւ ես ուզում եմ մի քանի բարեմաղթանքներ հղել ձեզ։ Նախ եւ առաջ երբեք չկասկածեք Տիրոջ կամ ընդհանրապես հարության իրողությանը, որովհետեւ սա մի այնպիսի իրականություն է, որը անշուշտ մարդկային ուժերից ու կարողություններից վեր է, սակայն Աստված հատուկ միջամտությամբ, եթե մենք նայենք հին ուխտը, թույլ տվեց մարգարեներին, որպեսզի հարության ականատեսներ լինեին, եւ նաեւ նոր կտակարանում Քրիստոս ինքը կատարեց հարության հրաշալի մի դեպք Ղազարոսի, որ 4 օրվա մահացած էր, հարություն տալով եւ նաեւ իր հարությամբ փաստեց, որ դա վերացական իրողություն չէ, դա խիստ շոշափելի ներկայություն է մեր բոլորիս կյանքում եւ Քրիստոս իր հարությամբ նաեւ խոստացավ մեզ բոլորիս հարություն տալու վերջին օրը, երբ պետք է փողը հնչի հրեշտակի եւ բոլոր ննջեցյալները հարություն առնեն ու կանգնեն Աստծո ահեղ դատաստանի առաջ։ Եվ եթե մենք մտաբերենք այդ դատաստանի օրը եւ Քրիստոսի հարությամբ նորոգվենք, մենք ինքներս մեզ հանենք այդ մեղքի մեռելային վիճակից եւ մի տեսակ հարուցյալ վիճակի մեջ լինենք, ապա կկարողանանք Քրիստոսի հետ էլ մշտապես լինել իր արքայության մեջ եւ վայելել անանց բարիքները, ինչպես Տերն ասաց. «Եթե չթողնեք ամեն ինչ, չվերցնեք ձեր խաչը եւ չգաք իմ ետևից, ինձ արժանի չեք»։ Իսկ Քրիստոսի խաչը վերցնել նաեւ նշանակում է Քրիստոսի հետ մեռնել եւ Քրիստոսի հետ հարություն առնել։ Թող Տերը բոլորիս պարգևի այդ շնորհը եւ մեզ արժանացնի իր անանցանելի ներկայությանը։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալություն Հայր Սուրբ, սրանով եզրափակենք մեր այսօրվա տոնական զրույցը նվիրված Քրիստոսի հարությանը, Սուրբ Զատկին։ Շնորհակալություն նաեւ ձեր բարեմաղթանքի համար։ Աստված օգնական եւ Քրիստոս հարյավի մեռելոց։ Աստված պահապան բոլորիս, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։